Երբեմն եւ շատ ժամանակ նույնիսկ հոգեբան, հոգեթերապևտներից մենք կարող ենք լսել, որ կոգնիտիվ վարքաբանական թերապիան խորքային լուծումներ չի տալիս եւ աշխատում է միայն սիմպտոմների հետ։ Սա հավանաբար բխում է նրանից, որ որոշ մարդիկ պատկերացում կամ լավ պատկերացում ունեն, թե ինչ է իրենից ներկայացնում կոգնիտիվ վարքաբանական թերապիան եւ մակերեսային են շատ ուսումնասիրել, որը հասկանալի է, սակայն պետք է նշել, որ կոգնիտիվ վարքաբանական թերապիան չի աշխատում միայն սիմպտոմների հետ։ Սիմպտոմները բնականաբար առաջնային տեղ ունեն կոգնիտիվ վարքաբանական թերապիայում, որտեղ դրանց միջոցով է, որ մենք հասկանում ենք ինչի հետ գործ ունենք եւ կարողանում ենք ընթացիկ չափել, գնահատել, հասկանալ խնդիրը, որի հետ մենք աշխատում ենք, ինքը առաջընթաց կա այստեղ, թե չէ, պրոգրեսը ապրում, ռեգրեսը ապրում, բացի դրանից, երբ որ խոսում ենք խորքային է այն թե չէ կամ խորքային լուծումներ տալիս է թե չէ, կարևոր է իհարկե հասկանանք ինչ նկատի ունենք, բայց հիմնականում նկատի ենք ունենում մարդիկ կամ նկատի ենք ունենում պատճառային լուծում, կաուզալ լուծում տալիս է թե չէ։ Իհարկե կաուզալ լուծում կոգնիտիվ վարքաբանական թերապիան տալիս է, որովհետև կոգնիտիվ վարքաբանական թերապիան հիմնվում է նաև հույզերի կոգնիտիվ տեսության վրա, որի հիմնական գաղափարը նա է, որ մեզ մոտ հուզական, էմոցիոնալ խնդիրները, հոգեբանական խնդիրները առաջանում են շնորհիվ նրա, թե ոնց է մեր ուղեղը որպես կոգնիտիվ համակարգ գնահատում այս կամ այն երևույթը։ Եվ այդ գնահատականը մեր ուղեղը տալիս է երևույթների եւ այդ թվում նաեւ ինքներս մեր մասին ունեցած խորքային համոզմունքների վրա, խորքային առանցքային համոզմունքների վրա, որոնք էլ եւ պատճառ են դառնում մեր ուղեղի եւ ողջ օրգանիզմի այս կամ այն հակազդման կամ հակազդումների։ Բնականաբար, երբ որ մենք աշխատում ենք, վերհանում ենք եւ աշխատում ենք այդ խորքային համոզմունքների հետ, դրանց փոփոխությունը բերում է գնահատականների փոփոխության, գնահատականների փոփոխությունը բերում է հակազդումների փոփոխության։ Իհարկե սա շատ պարզեցված ձևով եմ ես ներկայացնում մոդելը, սակայն նույնիսկ այս շատ պարզեցված մակարդակում էլ հասկանալի է դառնում, որ կոգնիտիվ վարքաբանական թերապիան ապահովում է կաուզալ լուծում։ Այլ հարց է, թե խորքայինի տակ էլ ինչ են հասկանում մարդիկ կամ մասնագետները, եթե խոսքը գնում է ավելի ինչ-որ խորը հիշողությունների վերհանման, դրանց այդ բոլորը վերհիշելու, դրանց հետ աշխատելու, այդ բոլորը անպայման այսպես բերելու թերապիայի process-ում խոսելու դրանց մասին, բնականաբար կոգնիտիվ վարքաբանական թերապիան միտված չի մանկական բոլոր հիշողությունները վերականգնելուն, վերհանելուն, հատիկ առ հատիկ քննարկելուն կամ վերհիշելուն։ Դա նպատակահարմար չի համարվում, դա շատ ժամանակատար է համարվում եւ քանի որ կոգնիտիվ վարքաբանական թերապիան լուծումակենտրոն թերապիա է եւ պատճառակենտրոն թերապիա, դրա համար այստեղ մենք դրանով չենք զբաղվում։